Ողջույն, Armenia TV եթերում աշխարհի համերով ծրագիրն է, ես անհավանական Աֆրիկայում եմ եւ այս պահին հյուր եմ գնում Պոկոտ ցեղերին։ Խորհուրդ չեմ տա փոխել ալիքը, որտեղ լինելու է շատ հետաքրքիր։ Այս ծրագրում դրախտային Զանզիբարից հետո ես պետք է հայտնվեմ մի անհասկանալի վայրում։ Կոկոտ ցեղախմբի հետ անցկացնելու եմ օրս եւ անելու եմ ամեն բան, որ նրանց համար ընթրիք հանկարծ չդառնա։ Հետաքրքիր բացահայտումներ իհարկե կան է, բայց թե այդ ընթացքում ինչերի միջով կանցնեմ, միայն ես գիտեմ։ Ասեմ միայն, որ թեև կյանքիս առաջին վայրի ցեղը չէ, որի հետ պետք է անցկացնեմ օրս, բայց այն, որ անտանելի տհաճ պահեր են ինձ սպասում, դա փաստ է։ Այև գյուղի մուտքը, ես արդեն գյուղում եմ, իդեպ ինձանից աջ, ձախ, առջևում, ետևում ոչինչ չկա, ես Ուգանդայում եմ և ուզում եմ նշել, ինձանից աջ գտնվում է արդեն Քենիան, այնպես որ այս գյուղը գտնվում է հենց Քենիայի սահմանին և այս ցեղերից կարող եք գտնել նաև Քենիայում, բայց քանի որ ես Ուգանդայում եմ, հյուր եմ գալիս հենց նրանց։ Մի քանի քայլ ու ներս կմտնեմ գյուղ, կծանոթանամ այս գյուղի բնակիչներին, սակայն խայտառակ շոկ է այստեղ, ջուր է հարկավոր էներգիա հավաքել ու գնալ ներս։ Իդեպ ջուրը անդադար խմում եմ, մեկ շիշը տևում է մի քանի րոպե և մերսի ռեյր ջրերին, որ ինձ հետ են այսօր այստեղ նույնիսկ Ուգանդայում։ Իդեպ ռեյր շշալցված հանքային և աղբյուրի ջուրը եզակի է իր որակով և դիզայնով։ Ջրերը բնական են ու չեն ենթարկվում արհեստական ֆիլտրման ու վերամշակման։ Ակնալեռից բխող ռեյր աղբյուրի ջուրը լրացնում է օրգանիզմի ջրի պահանջը լավ բալանսավորված հանքայնացման շնորհիվ։ Անհասկանալի արարողակարգեր, քաղաքակրթության իսպար բացակայություն, ինչ-որ խորհրդավոր ու երբեմն տհաճ սովորույթներ, ավանդույթներ, որոնք սովորական մարդու ոչ երևակայության և ոչ էլ պատկերացումների շրջանակներում չեն տեղավորվում։ Մեր քաղաքակրթությունից հեռու ապրող բոլոր ցեղախմբերն էլ ունեն ընդհանություններ, ու եթե շատ չուսումնասիրես նրանց, առաջին հայացքից գուցեև չտարբերակես նրանց։ Մեզ համար նրանք բոլորը վայրի ցեղեր են, և դա իսկապես այդպես է։ Ես արդեն հասցրել եմ շատ ցեղերի մոտ հյուր լինել, բայց պետք է ընդունեմ ու փաստեմ, որ այնուամենայնիվ Պոկոտ ցեղախումբն ինձ ամենից շատը զարմացրեց ու ապշեցրեց։ Իդեպ Պոկոտ ցեղախումբը համարվում է ամենապատերազմող ցեղերից մեկը այստեղ Աֆրիկայում։ Գիտեք, երբ նոր ես մուտք գործում նրանց գյուղ, թվում է, թե սովորական ինչ-որ մի գյուղ ես մտել։ Այստեղ շատ հավասարաչափ դասավորված են մեկը մյուսի պես կառուցված տնակները։ Ամեն բան շատ կոկիկ ու մաքուր է։ Այո, նման չէ մեզ համար սովորական գյուղերի, բայց միևնույն է առաջին հայացքից չես էլ մտածի, թե այստեղ վայրի ցեղեր են բնակվում, որ մինչև հիմա կենդանու արյուն են խմում։ Այս մասին ես դեռ կխոսեմ ու կպատմեմ։ Հիմա մի փոքր առաջ ընկնելով ուղղակի ասեմ, որ միայն մի բանն է հանգստացնում այս արարողակարգի մեջ։ Կենդանուն նրանք չեն սպանում։ Այսպես են դիմավորում ինձ Պոկոտ ցեղի ներկայացուցիչները։
անխոս հրաշալի է, իսկական Աֆրիկան է սենց իմ ազգում և յուրաքանչյուր ցեղ այցելելիս տեղի բնակիչները հենց այսպես են դիմավորում հյուրերին, նրանք ուրախ են, որ դու գալիս ես հանդիպելու, նրանց ծանոթանալու իրենց կյանքին, առօրյային, ինչն էլ ես այսօր անում եմ, ես վստահ եմ այսօր շատ հետաքրքիր է լինելու։ Բարև, ահա, ողջույն բոլորին, բարև, ես Վարդանն եմ Հայաստանից, Hello, կերպարը շատ լավն է։ Սիրելի հեռուստադիտողներ, ես վերջապես տեղում եմ հասա այս ցեղին եւ ուզում եմ միանգամից նշել, որ երևում է աչքերից, որ նրանք շատ բարի են, այսպես ուրախ տրամադրված են եւ կարծում եմ այսօր շատ հետաքրքիր օր ենք անցկացնելու։ Շնորհակալ եմ, որ համաձայնել եք ինձ ընդունել ձեր գյուղում։ Մինչ անցնելը առօրյային ու տեսնելու ամբողջությամբ գյուղը ինձ մի հարց է հետաքրքիր։ Այստեղ բոլորը հարազատներ են, այսինքն մեկ գյուղում մի մեծ ընտանիք է ապրում, թե ոչ։ Ոչ իհարկե, մի մեծ ընտանիք չէ։ Իրականում մեր ցեղի ներկայացուցիչները ի սկզբանե շատ են եղել ու նրանք անգամ իրար մեջ են պատերազմել ու տարբեր տարածքներ գրավել, որտեղ էլ հետո բազմացել են ու հիմնել իրենց գյուղերը։ Լավ, եկեք ես խնդրեմ թող կանայք անցնեն իրենց գործին, իսկ մենք ձեզ հետ միասին նախ շրջենք գյուղով, մեկ մի հատ տեսնեմ գյուղը, ուզում եմ նախ տները տեսնել, հետո նոր կարծում եմ մի հետաքրքիր կերակուր նախ միասին կպատրաստենք։ Իրավացի ես, կշրջենք մեր գյուղով, կպատմենք քեզ ամեն բան, կպատրաստենք մեր ուտելիքները եւ կհամտեսես եւ կտեսնես մեր կենցաղն ու տները։ Ահա, շատ լավ, դե արի շրջենք միասին, շնորհակալ եմ սիրելի կանայք, տատիկներ, պապիկներ, հայրիկներ, մենք ձեզ հետ դեռ կհանդիպենք, իսկ հիմա առաջնային տեսնենք տները այս ցեղախմբի, ինչպիսին են, ինչ տեսք ունեն եւ ինչ պայմաններում են նրանք ապրում։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին պատրաստելու եմ եւ վայելելու Royal Armenia-ի բացարձակապես նոր սև սուրճը։ Նոր սուրճ, նոր համ, հրաշալի համ, սակայն իհարկե պատրաստված լավագույն ավանդույթներով։ Ահա եւ տունը ներս մտնենք, տեսնենք ինչ կա ներսում։ Իսկ ինչի են այսքան մուտքերը նեղ, դա չեմ հասկանում։ Ահա։ Ահա ներսում ենք արդեն։ Ինչպես տեսնում ես, այդքան էլ լայնարձակ չեն պոկոտների տները։ Շատ բան դնելու տարածք ուղակի չկա։ Դրա համար էլ օրինակ սպասքը։ Ահա այսպես կախված է պատերին։ Սրանք շատ ամուր տարաներ են եւ ուտելիքն ու ջուրը դրանց մեջ կարող ես ամիսներով պահել։ Ոչ կվնասվեն, ոչ էլ կփչանան։ Հա, ու չմոռանամ ասել, ամենակարևորը, որ տներում պահում ենք, տարբեր բույսերից սարքված դեղամիջոցներն են։ Մեր կանայք ամեն բան բուժել գիտեն։ Այս առումով ամենակարևորը ձեռքի տակ անհրաժեշտ պարագա ունենալն է։ Մենք էլ դե բնականաբար ունենք ու պահում ենք դրանք տներում։ Այսպես էլ ապրում ենք։ Շատ բան չկա պատմելու։ Շատ լավ տունը տեսանք, հիմա շատ կխնդրեմ, որպեսզի ծանոթանանք այստեղի սննդին, կերակուրներին, ես գիտեմ, որ շատ հետաքրքիր նախաճաշ են այստեղ ուտում, կուզեմ այդ նախաճաշը առաջնային տեսնել, հետո նոր շարունակել շրջելը այս գյուղով մեկ։ Գնանք այն կողմ։ Դուք ուղղակի չեք պատկերացնի ինչ շոկ է այստեղ եւ իհարկե ինձ փրկության է գալիս անապակ լեռան սրտից բխող ռեր բնական հանքային ջուրը։ Իդեպ այն ունի օգտակար եւ առողջարար հանքանյութերի հսկայական պաշար։ Չմոռանաք նշել, որ Rare Waters-ը սերտիֆիկացվել է ԵՄ-ի կողմից որպես բնական հանքային եւ աղբյուրի ջուր։ Վերադառնամ գյուղի բնակիչների մոտ։
Դե իսկ հիմա գնանք այն գլխավոր երևույթը դիտելու։ Մեր նախաճաշի արարողակարգն ես վայելելու։ Չնայած դու էլ բոլորի պես վերջում կասես, որ այս ամենը ահավոր է։ Թե ինչն է ահավոր, այդպես էլ չենք հասկացել։ Արդեն գիտես, որ մենք նախաճաշի համար կաթը խառնում ենք արյան հետ։ Գիտես, հիմա մեր հեռուստադիտողները իհարկե շոկի ենթարկվեցին, այո, սիրելի հեռուստադիտողներ, այստեղ նախաճաշը հենց այդպիսին է, խմում են կաթը արյան հետ, ինչպես են այդ ամենը անում չգիտեմ, բայց գիտեմ, որ աֆրիկյան շատ եւ շատ ցեղեր նման կերպ են նախաճաշում, հիմա այդ ամենը կտեսնենք միասին, գնացինք։ Մենք թեյ սուրճ չենք խմում առավոտյան։ Մեզ համար այստեղ ամենասիրելի նախաճաշը հենց կաթն է, արյան հետ խառնած։ Սա շատ սննդարար նախաճաշ է։ Իսկ որ ամենակարևորն է, մեր նախաճաշը ստանալու համար կենդանուն չենք սպանում ու ոչ մի լուրջ վնաս նրան չենք տալիս։ Ընդամենը մի քիչ արյուն ենք վերցնում։ Այսինքն գիտես ինչ եմ ուզում հասկանալ, այսինքն դուք կենթանուն չեք սպանում, այո, ուղղակի այսպես արյունն եք վերցնում նախաճաշի համար ու նա շարունակում է ապրել։ Այո, շատ ճիշտ ես հասկացել։ Երբ ասում եմ կենթանու արյունն ենք վերցնում, դա հո չի նշանակում, թե արնակամ ենք անում նրան։ Իհարկե ոչ։ Մենք ընդամենը մի քիչ արյուն ենք վերցնում։ Դա ճիշտ է, որ իսկապես այն առողջարար է նախաճաշը եւ արյունը, որը դուք խմում եք կաթի հետ միասին, նաեւ զովացնում է, որպեսզի դիմանաք այս շոկին։ Այո, հենց այդպես էլ կա։ Կաթը արյան հետ խառնած ոչ միայն հիանալի թարմեցնող ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա, այն մի շարք կարևոր վիտամիններ է փոխանցում մեզ։ Բացի դա, այն միանգամից հագեցնում է քաղցը։ Երբ առավոտյան մի քիչ խմում ենք այս ըմպելիքից, հետո ամբողջ օրվա ընթացքում գրեթե չենք սովածանում։ Դե այնպես ներկայացրեց, արդեն չեմ համբերում տեսնել ողջ process-ը։ Արի գնանք հասնենք տեղի վերջո, հետո վերադառնանք նորից հետ։ Մինչ հասնել այն կողմ, կասես ինչ են այստեղ պատրաստում։ Սա շիլլա է։ Սրա պատրաստման մասին էլ քեզ կպատմեմ շուտով։ Իսկ ասես ինչից է սա պատրաստված։ Ցորենից կամ եգիպտացորենից ենք սարքում։ Այս կողմերում բացի անասնապահությունից, նաև հողագործությամբ ենք զբաղվում։ Մեր կողմերում ամենալավը ցորենն է աճում։ Հետո այս ցորենը հավաքում ենք, քարերով աղում, ստանում ալյուր եւ դրանից տարբեր ուտելիքներ ենք պատրաստում։ Եվս մի շոկային փաստ այս պահին հեռուստադիտողների համար ես ինքը շոկի մեջ եմ, բռնիր սա։ Սա փաստորեն կովի մեզն է, որը վերցնում են եւ պահում նման թավաների մեջ։ Ինչի համար։ Դրանով մենք մեր սպասքն ենք լվանում, որովհետև այն հիանալի ախտահանիչ է։ Տես, օրինակ, այս տեսակ սափորները, որոնց մեջ կովերից կթած կաթն ենք հավաքում, անպայման պետք է մեզով ախտահանենք։ Մինչև կթելը դրանով սրբում ենք, հետո արդեն կթում կովին։ Դե պատկերացրեք միայն ամեն անգամ կովին կթելուց առաջ այս տարան լվանում են նման մեզով։ Ես Պոկոտ ցեղախմբի հետ անցկացրած օրվա ընթացքում շատ բաների վրա զարմացա։ Շատ բաներից տհաճություն զգացի եւ շատ բաներից էլ սարսափեցի։ Բայց որ մեզը եւս կարող են կենցաղում օգտագործել, սա արդեն հատում է երևակայության բոլոր սահմանները։ Արի ու տես, որ Պոկոտ ցեղի կանայք սպասքը ախտահանելու համար հենց այծերի ու կովերի մեզն են օգտագործում։ Իհարկե սիրելի հեռուստադիտողներ, այն ինչ նկարանել ենք Պապուա Նոր Գվինեայում, հիշում եք, այնտեղ իրականում մարդակերտ ցեղեր էին ապրում, այստեղ այդպես չէ։ Այս ցեղերը ապրում են իրենց իրական կյանքով, մարդ չեն ուտում, չեն էլ կերել երբևիցե։ Ուղղակի յուրաքանչյուր ցեղ ունի իր մշակույթը, իր ավանդույթները, որոնց իհարկե մեկ առ մեկ ծանոթանալը շատ հետաքրքիր է։ Ահա։ Կովերին տեսնում եմ, այդ նշանակում է նախաճաշը հասավ մեզ, մենք էլ հասանք նախաճաշին։ Իսկ ինչպես եք ընտրում կոնկրետ որ կովի արյունն եք խմելու։ Դե այնպես չէ, որ լուրջ ընտրություններ ենք կազմակերպում, քանի որ սա մեր ամենօրյա նախաճաշն է, իսկ երբեմն նաև ճաշը։ Ապա ուղղակի այս պահին ձեռքի տակ ընկած կովին ծակում ենք ու վերցնում արյունը։ Թե չէ պատկերացնում ես, գոնե թե որքան ժամանակատար կլիներ, որ ամեն օր ժամերով ընտրեինք այս մեկից արյուն քաշենք, թե այն մյուսից։ Չէ, դրա համար ոչ ժամանակ կա, ոչ հավես։ Իսկ ամեն կովից ես ինչքանով որ տեղյակ եմ, չի կարելի ամեն
ամեն օր արյուն վերցնել, չէ, ինչ որ մի քանի օր հետո կամ միգուցե 1 շաբաթ հետո տվյալ կովից նորից կարելի է արյուն վերցնել։ Ոչ թե օր, այլ ամիսներ։ Եթե մի կովից վերցնում ենք արյուն, ապա այդ նույն կովից 1 էլ 2 ամիս հետո ենք վերցնելու արյուն։ Ավելի հաճախ ուղղակի չի կարելի։ Ահա, հասկանալի է։ Դե սիրելի հեռուստադիտողներ, եկավ այդ պահը սպասված, եկեք տեսնենք ինչպես են նրանք կազմակերպում իրենց նախաճաշը։ Ահա, այ քեզ process։ Իհարկե ծանր է ողջ process-ը, բայց երբ գիտես, որ կենթանուն չեն սպանում, ուղղակի արյունն են վերցնելու, արդեն հանգիստ ես, որտեվ ես ինքս շատ ծանր եմ տանում, երբ որ որևէ մի հաղորդման շրջանակներում, որևէ մի կերակուր պատրաստելիս ստիպված ինչ-որ կենթանու են սպանում, չեմ կարողանում ոչ հետևել, ոչ նկարահանել հիմնականում։ Նման պահածոներ այստեղի կանայք տեսնում են առաջին անգամ։ Դե մենք էլ ձեզ հետ միասին արդեն ուղակի մեր առօրյան ուղակի չենք պատկերացնում առանց ռակ-մակ ընկերության պահածոների։ Այսօր այստեղ եմ այս գյուղում, այս ցեղի մոտ, ուստի նվեր եմ բերել ռակ-մակ ընկերության արտադրանքի մեծ տեսականուց ընդամենը մի քանիսը, որպեսզի նրանք եւս այսօր վաղը կարողանան վայելել այս համեղ պահածոները, ինչը բնականաբար խորհուրդ եմ տալիս նաեւ այն բոլոր մարդկանց, ովքեր դեռևս չեն համտեսել ռակ-մակ ընկերության արտադրանքը։ Որքան էլ որ գիտեմ, կենթանուն չեն սպանում, եւ դա իհարկե շատ լավ է, բայց դե մյուս կողմից չեմ հասկանում։ Միթե պարտադիր է, որ ամեն ցեղախումբ մի նման դաժան ավանդույթ ունենա։ Ահա եւ եկավ արյունը, այ, սարսափելի է իհարկե սիրելի հեռուստադիտողներ, սարսափելի է։ Կարելի է վատանալ, անկեղծ եմ ասում։ Ինչքան եք վերցնում, կա ինչ-որ սահմանափակում, թե այս ամբողջ թասով մեկ պետք է արյուն վերցնենք։ Դե այնքան, որ կենթանու կյանքին հանկարծ վտանգ չսպառնա։ Չէ, ամբողջ թասը չենք լցնի, բայց կեսի չափով հաստատ։ Միշտ այդքան ենք արյուն վերցնում, որովհետև ամեն մեկս մեր ընտանիքի համար պետք է բերենք։ Իսկ մեր ընտանիքները սովորաբար բազմամարդ են։ Հաճախ միասին հավաքվում ենք, մեկս մյուսին հյուրասիրում։ Իհարկե մի քանի րոպեից այս կենթանու տանջալի րոպեները կավարտվեն։ Մի քանի վայրկյան է տևում եւ կովը կշարունակի իհարկե ապրել իր համար, մինչ 2 ամիս հետո նորից իհարկե կենթարկվի այս տանջանքին։ Վերջ։ Այ եւ վերջ։ Վերջ։ Ահա տես, սա արյուն է։ Հիմա մի քիչ կխառնենք, որ այն թթվածնով հագենա։ Ես կարծում եմ, այսպես շատ ավելի լավ է։ Հետո արդեն կխառնենք կաթին։ Բնականաբար, որ արյունը լավ խառնվի, ես նաև ահա մսի կտորներ եմ օգտագործում, բայց դա պարտադիր պայման չէ, նախընտրության հարց է։ Այսպես խառնում են անդադար արյունը։ Իհարկե, այս process-ը կազմակերպում են միմիայն տղամարդիկ, չէ՞, կարծում եմ կանայք չեն մասնակցում։ Ճիշտ ես, կանայք այս գործին չեն խառնվում։ Կասես այդ ծակած մասը կովի հենց այդպես մնում է, ինչ որ մի բանով չեք փակում։ Հիշում ես, չէ, որ ասացի, մշակում ենք վերքը, մշակել ասելով նկատի ունեի, որ մենք մի քիչ թուլացնում ենք պարանը, որով նրան կապել էինք, բայց չենք անում, որ արյունը դադարի, չհոսի, հետո արդեն այս պարանն էլ ենք քանդում։ Մի կարևոր բան էլ կա, որ կուզեի ասել, ես միշտ խորհուրդ եմ տալիս մի կտոր կաշի կամ միս գցել այս արյան մեջ, որովհետև այն շատ արագ է փչանում եւ կորցնում թարմությունը։ Իսկ կաշին կամ միսը արյունը բնականաբար երկար է պահում։ Դրա համար էլ միշտ խորհուրդ եմ տալիս։ Իդեպ շատ համեղ է այս միսը արյան հետ։ Իզուր էլ ասում ես, որ չես ուտի։
Ահա տես, մսի մի փոքր կտոր է այստեղ, բայց այս ամբողջ արյունը դեռ երկար ժամանակ հենց դրա շնորհիվ թարմ կմնա։ Իհարկե ես այս ամենը չեմ համտեսի այստեղ, սիրելի հեռուստադիտողներ, որովհետև այստեղ նույնիսկ մոտակայքում հիվանդանոց չկա, այսինքն որևէ խնդրի դեպքում ուղղակի, չգիտեմ, պետքա մնալ այստեղ ու սպասել ինչ քեզ հետ կլինի։ Դրա համար ես նման վտանգի չեմ գնա, չեմ համտեսի այս ամենը, միայն կհետևեմ ինչպես են իրենք ուտում, որպեսզի կարողանամ ամփորձանք շարունակել նկարանումներս այստեղ Ուգանդայում։ Ահա։ Այ հիմա արդեն արյունը հարստացավ թթվածնով։ Մենք հիմա կտանենք ու այն կաթով կխառնենք։ Խոսքեր չունեմ, շոկի մեջ եմ, անկեղծ շոկի մեջ եմ։ Այ, առաջին անգամ եմ տեսնում իմ այսքան ճանապարհորդելու ընթացքում։ Դե եթե կաթովն ես ուզում, գնանք գյուղ, տների մոտ, որ լցնենք կաթը։ Ահա, շատ լավ, ես առաջարկում եմ մենք կաթով տարբերակը հիմա պատրաստենք, որտեվ հենց դա է իրական նախաճաշը այստեղ այս ցեղերի համար։ Ես հիմա գտնվում եմ Աֆրիկայում, այստեղ առանց մեքենա, վարորդ, գիդ և սպասարկող անձնակազմի ուղղակի հնարավոր չէ ճանապարհորդել, ուստի ես առցանց վճարում եմ կատարել և պատվիրել այդ ամենը, իսկ վճարումը կատարել եմ իհարկե American Express Gold քարտի միջոցով, չէ որ ես այս քարտի քարտատեր եմ և վճարումները կատարում եմ միմիայն American Express Gold քարտի միջոցով, ինչը խորհուրդ եմ տալիս նաև ձեզ, չմոռանաք հենց վաղը դիմել Ագբա բանկ և դառնալ այս քարտի քարտատեր, հետո վստահեցնում եմ, ինձ կասեք շնորհակալություն։ Ահա, վերջապես հասանք տեղ և հետևեմ հաջորդ փուլին, ինչ ենք անում հիմա։ Այո, հաջորդ փուլն է։ Հիմա արդեն արյունն ու կաթը կլցնենք իրար վրա ու վերջ։ Կաթը ավելի շատ լցրու։ Կաթը պետքա շատ լինի փաստորեն։ Ահա վերջ։ Ահա, հարկավոր է խառնել։ Չէ, լրացուցիչ խառնելու բան չկա։ Ահա, շատ լավ, դե բարի անխորժակ, նախաճաշը սկսված է։ Ահա։ Համեղ է։ Հա, իհարկե համեղ է։ Կուզես մի հատ փորձել։ Չէ, ես հիմա հեռուստադիտողներ ասում են չփորձես հանկարծ Վարդան, չփորձես կամ Հայաստան չվերադառնաս։ Չէ, ես չեմ փորձի, չեմ կարա փորձեմ, որ փորձեմ չեմ մահանա։ Դե չէ, հոչասեցիր։ Այ, Դե ասա, ոնց է, դուրդ եկավ, խոսիր դե։ Հիմա գիտեմ ինչ եք ասում, հիմա գիտեմ, որ բոլորդ փակեցիք աչքերը, ես գիտեմ, բայց սիրելի հեռուստադիտողներ, չէի կարող չփորձել, որպեսզի չկիսվեի ձեզ այդ տպավորություններով։ Անհասկանալի, իրականում ավելի շատ իհարկե կաթի համն է գալիս, արյան համ չէր զգացվում, փաստն էր շատ տհաճ, բայց ես դա արեցի, այո, ես դա արեցի ու ես ուրախ եմ, որ ես դա արեցի։
Դուք շարունակեք ձեր նախաճաշը ուտել, իսկ ես էլ գնամ այն կողմ ու վայելեմ իմ համեղ նախաճաշը։ Հաղորդման հենց սկզբում իհարկե ասացի, որ ամեն մի ցեղ իր յուրահատկությունն ունի, բայց դե գիտեք ինչ կա, ամեն ինչին պիտի չափ ու սահման լինի։ Նման նախաճաշ անգամ ամենահամարձակ երազներում չէի էլ պատկերացնի։ Բանն այն է, որ Պոկոտ ցեղախումբը շատ սնահավատ է, եւ այս մարդիկ հավատում են, որ արյունով ու կաթով նախաճաշը ճաշակելով նրանք կարողանում են հաճոյանալ վերին ուժերի ու աստվածների բարեհաճությանը։ Գուցե եւ այդպես է, բայց արժե արդյոք նման զոհողություններ անել։ Այս գյուղի բնակիչների համար այսօր իրական տոն է, չէ՞ որ հյուր է եկել մի մարդ, ով բերել է իր հետ շատ ու շատ նվերներ։ Ուստի այս գյուղի բնակիչներին այս պահին ուզում եմ նվիրել Բանդիվան կաթ ընկերության կաթնամթերքը։ Իդեպ ձեզ եւս խորհուրդ եմ տալիս սիրելի հեռուստադիտողներ օգտագործել միմիայն այս կաթնամթերքը, չէ՞ որ Բանդիվան կաթ ընկերության արտադրանքը պատրաստվում է սեփական ֆերմայի կովերի կաթից։ Հենց դրա համար էլ այն միշտ շատ համեղ է ու թարմ։ Այստեղ է Բանդիվան կաթի թթվասերը, կաթնաշորը, մածունը եւ իհարկե քամած մածունը։ Ես վստահ եմ այս ամենը ձեզ շատ դուր կգա եւ ուտելու ընթացքում ինձ անպայման կհիշեք։ Շնորհակալ եմ Բանդիվան կաթին, որ այս անգամ եւս ինձ հետ է։ Գյուղի մասին պատմեցի, միայն ասեմ, որ երբ հանդիպում ես ցեղի ներկայացուցիչներին, զարմանալու եւս մի առիթ ես ունենում։ Ես գիտեի, որ նրանք մինչև վերջերս մորեմերկ էին պտտվում, բայց հիմա արդեն շատ էլ հետաքրքիր ու յուրօրինակ։ Անգամ չեմ վախենա այդ բառից նորաձև հագուստ են կրում։ Նրանց հագուկապը երբեմն աչք է շոյում, որովհետև աֆրիկյան տափաստանային այս գյուղում կիզիչ արևի տակ վառ գույներն ու զարդերը, որ կրում են Պոկոտ ցեղախմբի կանայք, շատ շահեկան տեսք ունեն։ Պոկոտ ցեղախումբը երկու հիմնական զբաղմունք ունի։ Նրանց մի մասը հողագործներ են, իսկ մյուս մասն էլ անասնապահներ։ Պոկոտ ցեղախումբը շատ ուրախ ժողովուրդ է, բայց նրանց աշխարհ մուտք գործելն իսկապես շատ դժվար է։ Ես ուղղակի ինչպես միշտ գտա տարբերակ այս փխրուն աշխարհ մուտք գործելու համար։ Ի զարման ինձ ցեղախմբի անդամներից ոմանք տիրապետում էին անգլերենին ու հեշտությամբ լեզու գտան։ Ու հենց նրանք էլ պատմեցին իրենց վարքի ու բարքի մասին։ Գիտեք, քանի որ այս գյուղում, ինչպես հասկացա, միակ կերակուր համեղ էսպես պատրաստողը դուք եք, ես ուզում եմ ձեզ նվիրել Royal Armenia-ի սև հատիկավոր ամենահամեղ պղպեղը։ Դուք կարող եք այն մանրացնել նորից այս քարի վրա, ինչպես մանրացնում եք եգիպտացորենը, եւ կերակուր պատրաստելիս անպայման այն օգտագործել։ Այն շատ համեղ է եւ որակյալ։ Սիրելի կանայք, ձեզ եւս խորհուրդ եմ տալիս օգտագործել միմիայն Royal Armenia-ի սև պղպեղը, այն շատ համեղ է։ Այս երկուսը ձեզ մի քանի հատ էլ քիչ հետո նորից կնվիրեմ։ Ես օգնեմ եւ լցնենք Սիրելի հեռուստադիտողներ, բնականաբար ձեզ եւս խորհուրդ եմ տալիս Բանդիվան կաթ ընկերության կաթ առասարակ կաթնամթերքը ամբողջությամբ, որովհետեւ այն պատրաստված է սեփական ֆերմայի կովերի կաթից, հենց դրա համար էլ Բանդիվան ընկերության արտադրանքը միշտ շատ թարմ է եւ շատ համեղ, այնպես որ գնեք այն մոտակա սուպերմարկետից եւ վայելեք օրվա ընթացքում։ Շատ լավ, ինչ ենք անում հիմա, խառնում ենք։ Հա, հիմա մի քիչ էլ հալեցրած յուղ կդնենք։ Դուք կարծեմ կարագ եք ասում, չէ՞։ Նոր արդեն կարող ենք խառնել ու ուտել։ Մենք մեր կերակուրը կիսում ենք բոլորի հետ, հավաքվում ենք կենտրոնում եւ ուտում։ Այդպես ավելի ուրախ է անցնում։ Պետք է խառնել, թե ոչ։ Խառնիր արդեն։ Իհարկե տեսքը շատ վատն է, ես չեմ պատկերացնում սա, որ կարա համեղ լինի։ Ինչ ենք ավելացնում։ Շաքարավազն է։
Ահա, նորից խառնենք։ Այո։ Տանենք այն կողմ։ Ահա։ Ամբողջ գյուղի համար պատրաստեցինք այս կապտականաչ կերակուրը, որը հիմա ամբողջ գյուղով միասին ուտելու ենք։ Գնանք։ Գնացինք։ Ահա, սա դնենք այստեղ։ Ահա, իդեպ խնդրում եմ ուշադրություն դարձրեք, սիրելի հեռուստադիտողներ։ Սկզբից պետք է այս ամենը ուտեն տղամարդիկ, այսինքն գյուղի տղամարդիկ պետք է ուտեն, հետո ինչ կմնա տակը արդեն իհարկե ուտում են կանայք։ Առասարակ շատ եւ շատ ցեղերի մոտ է այդպես ընդունված, տղամարդիկ այստեղ շատ մեծ ու կարևոր դեր ունեն, որտեղ նրանք պաշտպանում են գյուղը, պաշտպանում են թշնամի ցեղերից եւ այլն, ուստի դրա համար կերակուրը եւս առաջինը նրանցն է։ Դե ես էլ միանում եմ այս ընթրիկին, որից հետո արդեն հուսով եմ ինչ-որ մի բան էլ կհասնի խեղճ ու կրակ կանանց, որոնք այն շոքին այն կողմում նստած դեռևս շարունակում են աշխատել։ Ես American Express Gold քարտի քարտատեր եմ, դա նշանակում է ունեմ շատ առավելություններ։ Բոլոր վճարումները տեղում թե առցանց կատարում եմ միմիայն այս քարտի շնորհիվ, ինչը խորհուրդ եմ տալիս նաև ձեզ։ Եթե սկսեմ նշել, թե ինչ առավելություններ ունի այս քարտը, հավատացեք, այսօրվա ծրագիրը ուղղակի չի բավականացնի։ Այնպես որ շտապեք դիմել Ակվաբանկ եւ իհարկե դառնալ American Express Gold քարտի քարտատեր եւ բոլոր վճարումները կատարել միմիայն այս քարտի օգնությամբ։ Ինձ ասացին, որ առաջինը պետք է համտեսեմ ես որպես հյուր, չնայած ինչպես տեսնում եմ ճանճերը արդեն բավականին ուտում ու օգտվում են այս կերակուրից, բայց դե ես հիմա ստիպված եմ փորձելու, ինչքան էլ ցանկություն բացարձակ չունեմ, բայց պետք է փորձեմ հասկանամ սա ինչ համ ունի եւ ինչ է իրանից ներկայացնում։ Այնպես են բոլորը ինձ նայում եւ մտովի ասում են հանկարծ չասես համեղ չի, ասես համեղա, բայց ես վստահ եմ, որ այդքան համեղ չի լինելու։ Վատ չի։ Գիտեք ինչա, կատնաշոր, կատ, մի քիչ քաղցր եւ այսպես տեսքը ավելի սարսափել էր, քան համը, իհարկե ցանկություն չունեմ էլ ուտելու, բայց իհարկե պետք էր համտեսել։ Դե տենց ինձ վրա մի նայեք, սկսեք ուտել, սկսեք, բոլորը ինձ են նայում, այսպես անդադար հասկով սպասում են երբ եմ ես ասելու կարող ենք ուտել։ Համտեսեք։ Ինչպես տեսակ քիչ առաջ տղամարդիկ, դե ես էլ նրանց հետ պատրաստեցինք ու իրենց այդ պատրաստած կերակուրը կերակ, ինչպես տեղեկացա կանայք դեռևս հաց չեն կերել, պատրաստում են քիչ հետո նորից պատրաստել այդ ամենը, ուստի դրա համար ուզում եմ այստեղ կանանց, որոնք նստած են այս արևին, այս պահին հյուրասիրել ու զարմացնել Ռակմակ ընկերության մարինացված վարունգով, ես կարծում եմ նրանց այս ամենը շատ դուր կգա։ Նրանց համար բացահայտեցի նաև Ռակմակի պահածոները։ Եվ ահա խնդրեմ, կարծես թե նոր Ամերիկա են բացահայտել։ Համաձայն եք, որ մենք քաղաքակիրթ աշխարհի բնակիչներս արդեն վաղուց դադարել ենք որևէ բանից այսպիսի հաճույք ստանալ, ինչպես հիմա այս ցեղախմբի անդամները վայելում ու հաճույք են ստանում հասարակ վարունգից։ Այսօր ասքանը սիրելի հեռուստադիտողներ, հետևեք իմ ճանապարհորդություններին դեպի Աֆրիկա եւ գրեք ինձ իմ անձնական էջերին Facebook, Instagram, YouTube եւ իհարկե TikTok։ Անպայման կհանդիպենք Armenia TV եթերում։ Առայժմ
Հաջորդ ծրագրում ես նորից այցելելու եմ հրաշալի Զանզիբար կղզի, այսինքն Տանզանիա։ Ակունա Մատատա։ Որտեղ էլ կայցելեմ ձկնորսների գյուղ։ Այստեղ նրանց հետ միասին 8 հոտնուկ ենք որսալու հենց օվկիանոսում։ Դե դրանից անմիջապես հետո էլ բնականաբար այդ ամենը պատրաստելու ենք։